Ահա շուտ նստել իր սուրճը այստեղ վայելում, բա ինչ։ Բա ասենց ու ժամի կխմես, որ ես էլ չխմեմ, էլի։ Այսօր ինձ շատ չարչեր, ստեղ քշի, դեղ քշեցին, գնացինք եկա։ Հոգնել եմ։ Բա վարորդի գործը տենց գործ, Աշոտ ջան։ Բա ինչ ես կարճ։ Չեն ձրի վարորդություն անել, երիկա։ Էլ մի դժգոհի բողոքի լավ դե։ Այս ծաղիկը, տեսար։ Ո՞դով ենք մանգալը վերջ։ Տեսար Աշոտ ինձ սիրուն ծաղիկ էր բացվել։ Հա։ Բայց շատ արագ թորոմ է։ Հա։ Ծաղիկներ շատ սիրուն են, ուղղակի թոր։ Տարի խաղողի վազը, խաղողը տգել։ Խաղող ես տնելու։ Վարունգը ահագին ծաղկել է։ Դրասնայ, սահակին վարունգը դրնի վրա։ Հա, ահագին առատ բերքա սպասվում էս տարի։ Ամեն մեկը վարունգ է դարել։ Էս պիտի տարվի շուկա վաճառվելու, չէ։ Հա, շատ ուժեղ բերքա սպասվում։ Նայեք ոնց է տարածվել։ Աշոտ մի քիչ ցրտեր ընկնի։ Այս ամբողջ երկու քոլա։ Երկու քոլա, հա։ Դες շատ չարժի բանանել, մի քանի հատ դնել ու մնացածը բանանել։ Ցուրտը մրսում։ Հանել կամ ոչացնել։ Հաջորդ տարի արդեն ահագին վարպետություն ձեռք կբերենք։ Ահագին վարպետություն ձեռք կբերենք, այո։ Ահագին կմասնագիտանանք։ Լավ էլ կապույտ երկինք անցրիվ չի սպասվում, բայց ես եղանակը լավն է։ Չգիտեմ, ոնց որ աշնանային եղանակ լինի, բայց ինձ թվում է հələ շոկերը հետ կգան էլի։ Հուլիսն է։ Հələ նայեք ժողովուրդ ջան, տները սենց իրար կպած, ոնց որ իրար վրա լցված։ Այս ձևն։ Հետևի մասերը ասա ինչքան տգել։ Հա, բա ինչա, հետևի մասերը։ Ավելացրել են ու ավելացրել։ Այս էլ մեր արևային պանելները։ Բայց ասա, որ հաճույքով ես անում ես գործը։ Մարդիկ ինչքան մեծանում են, հողի հետ հաճույքով են աշխատում։ Ինչից է։ Տարիքի հետ մարդիկ հողի հետ ավելի լավ են։ Չնայած կարող է շատերի մոտ տենց չի, չգիտեմ։ Ինչքան կարող է ընդհանուր տենց չի, բայց իմ իմանալով ինչքան մարդը մեծանում է, հողի հետ ավելի հաճույքով է աշխատում։ Բայց շատ չես ջրում Աշոտ։ Կամաց արա այդտեղ, որ այն պղպեղը չվնասես։ Հակոբյան։ Այդ է զգուշ չկոտրես։ Տեսնում ես դղել արդեն։ Տարածվել գնացել է նրա մեջ, հա։ Այո։ Այդտեղ կանգնի, որ հանկարծ կա բռնես, հա։ Լնայ ուր գնաց։ Որ սորտի բանն արթնաց է մեջը բնաստ է։ Հələ ոնց է լարված նայում։ Ոնց էր տեսել, զգացի, որ անհանգիստ է մի ձևի, բան է տեսել, դու մի ասա մի հատ մկանձակ։ Հո, տեղ կանգնի, ապրես դու, խելացի փիսիկ։ Նայեք, այստեղ նստել սպասում է։ Ես իհարկե չեմ պատկերացնում ոնց պիտի նայեմ, որ ինքը մկանձակին բռնի, բայց կարող է ներս տանեմ, Քսենիա մեղքա մուկը բռնես։ Հա, Քսենիա, ուզում ես գնանք ներս, իզուր էլ դուրս թողեցի։ Նայեք հələ դիրքը։ Այս դիրքով սպասում է։ Հա, Զասադա նստել Քսենիա։ Հələ ինչ դիրքա բռնել ու նստել սպասում է։ Աշոտ է շլանգն ես փռած թողել ես Քսենիային չխանգարի, հո, սպասես։ 15 րոպե անցել է, նայեք։ Էլի Քսենիան այնտեղ սպասում է։ Տեսնես ինչքան պետք է այստեղ նստի սպասի։ Չի մոռանում էլի ինչի համար է նստած։ Չկա Քսենի։ Ինչքան բան է, էլի իր ազգայարաններ ինչքան ուժեղ են։ Գնամներ չխանգարեմ։ Ես արդեն հաջորդ օրն է Քսենիան էլի կանգնել է այնտեղ, որտեղ որ երեք սպասում էր այն փոքր մկի ձակին։ Տենց էլ չերևաց, թե ինչ եղավ այդ ձակուկը, չգիտեմ, լավ էր դե որ չտեսավ Քսենիան չբռնեց։ Ես էլ սուրճ եմ խմել,
Հիմա նստել եմ այստեղ, իմ վլոգն եմ մոնտաժում, Քսենյան դուրս էր ուզում, ասեցի գնանք դուրս, ես վիդեոս կմոնտաժեմ, դու էլ մի քիչ ման կգաս, հենա գնացել է, նորից նույն տեղը կանգնել է։ Ինքան հաճելի եղանակ է, մի 20 աստիճան կամ մի քիչ պակաս։ Սուրճը ներսում եմ խմել, հիմա եկել դուրս, նստել եմ դուրս։ Այստեղ սեղան չենք դնում, վախենում ենք Քսենյան թռնի սեղանի վրայով փախնի։ Շատ հաճելի օր է, այսօր Բելգիայի ազգային տոնն է, հաստատ միջոցառումներ բաներ կլինեն։ Ուզում եմ նայեմ, տեսեմ հələ Բրյուսելում թագավորի մասնակցության միջոցառումներ կլինեն, հաստատ ամեն տարի էլ լինում են։ Կարող է մեր քաղաքում էլ լինի, անցյալ տարի հիշում եմ, տենց շքերթ էին արել, փողոցներով քայլում էին, զինվորական, չգիտեմ, զինվորական էր, ինչ էր, հատուկ հագուստներով, շարքերով, թմբուկով, երաժշտությամբ քայլում էին։ Այսօր Աշոտը գնաց, գործեր ուներ, ընկերոջ տունա գնացել, ասեց երևի մի 2-3 ժամից կգա, բայց մինչև այդ ես իհարկե գործեր ունեմ, վստահ չեմ հələ որ տեղ կգնանք, որտեղ վաղը գործի եմ, հաջորդ օրը որ գործի եմ լինում, չէ, նախորդ օրը ուզում եմ ամբողջ օրը տունը մնամ, տեղ չգնամ։ Հիմա տեսնեմ հələ ինչ կանեմ, ուզում եմ սպաս պետք է եփեմ, ամեն ինչ պատրաստ է արդեն, պետք է ուղղակի տնեմ, որ եփվի, մի քիչ խաշած կարտոշկա է մնացել, մտածում եմ կարող է խմոր անեմ, էդ էլ բերաշկի սարքեմ, չգիտեմ հələ, բայց ձեթի մեջ չի, եթե անեմ ջեռոց կդնեմ։ Ինչ էի ուզում անեմ, հավի կրծքամիս եմ խաշել, ուզում եմ աղցան պատրաստեմ։ Քսենիա ուտես, միսիկ ուտես, քո համար էլ եմ խաշել։ Երևի նայեմ հələ կարելի է ինչ-որ եգիպտացորենով, բանով, դեռ վստահ չեմ ինչով, բայց մի աղցան, շատ եմ էլի խաշել, որ աղցան պատրաստեմ։ Չհասցրի, ուզում էի գնայինք, Աշոտ հետ ուզում էինք գնանք, այդ զեղչերը մի քիչ նայինք, մի երկու հատ թեթև տենց զգեստ եմ ուզում ես իմ համար, հասարակ թեթև զգեստ։ Աշոտն էլ կարող է իր համար ինչ-որ ասեց վեշալվար բան կնայի, բայց չհասցրինք, փաստորեն այս մի օրներ արդեն, այսօր էլ տոն է, փակ են խանութները։ Իդեպ կիրակի օրերը, ինձ թվում է, եթե կիրակի բաց եղավ, ուրեմն են տոնական օրերն էլ բաց կլինի, մեր խանութը սեպտեմբերից բաց է լինելու կիրակի օրերը։ Ինձ թվում է սկզբում կարող է մեզ չպարտադրեն աշխատել, բայց հետո արդեն պարտադրեն։ Էնպես որ այդ շատ լուրջ թեմա կլինի, եթե հանկարծ պարտադրեն կիրակի օրերը աշխատել, բայց դե այդ նորմալ չի, կիրակի օրերը անգամ Աստվածաշնչում է ասվում, չէ, որ պետք է 7-րդ օրը մարդիկ հանգստանան, չգիտեմ, չնայած եթե այդպես լինի, բնականաբար դրա փոխարեն ուրիշ օր ազատ կլինենք, բայց կիրակին մնում է կիրակի, շաբաթ կիրակի մարդ պետք է տանը լինի ընտանիքով։ Նեփեցի անջատեցի, սա համեմ եմ լցրել, սոխառատ չեմ արել, կարակ եմ լցրել, մի փոքր էլ աղ, ես հիշում եմ, որ մամաս երբ մեր ընդհանրապես աղ չէր գցում, հետո ուտելուց լցնում էինք աղ, հիմա այս մի փոքր հիմալայան աղ եմ լցրել, ու անջատել եմ արդեն, համեմը չեմ թողել եփվի, ինչև է, ես արդեն պատրաստ է, հիմա արդեն աղցան կպատրաստ, խոզիմիս ու կարտոշկա եմ իրար հետ տապակում, ավելացրել եմ կանաչ պղպեղ, սոխ, աղ ու կարմիր աղացած պղպեղ։ Մի հատ սուրճ խմեմ, աղցան պատրաստեմ։ Այս ապարատի կարմիր լույսը վառվում էր, որ մի 2-3 ամիս օգտագործում ենք, ջուրը որ շատ կալկ է պարունակում, այդ սպիտակ կալկը ինչը հայերեն կիմանաք, երևի Եվրոպայում ապրողները հատկապես կիմանան, պես թափեմ, այդ կալկը գալիս փակում է, էլի, պետք է 2-3 ամիսը մեկ մաքրվի ապարատը, ես նայեցի, ոնց պետք է մաքրվի, դե իրանք բիզնես է, գովազդա, չէ, մարքետինգ է, գովազդում էին, անտիկալկ, նայեցի, ուրեմն 2 անգամվա մաքրելն է, ասենք 2 հատ 100 միլիլիտր է, 100 միլիլիտրը լցվում է այս, որտեղ որ ջուրն է լցվում, ու հետն էլ ջուր է լցվում, ու միացնում ենք հերթով, մեկ 2 էսպրեսոյի բանը, կոճակը, հետո այս մյուսը, հետո այս կաթը որ բանան փրփրասում է, հետո այս այսինքն հերթով ամբողջ համակարգը պետք է մաքրվի։
երկու անգամվան արժեր իրար հետ 15 եվրո, բայց չկար, վերջացել էր, կար ուրիշ տեսակ 19 եվրո, էլի երկու անգամվա օգտագործելու։ Հետո աղջկուս խոր տվեց քացախով, ասեց, զուտ մարքեթինգը ասեց, պետք չի, ասեց իրանց այդ գովազդները, որովհետև ասեց, հետո ասենք, եթե անգամ մի քիչ մնա ջրի մեջ, չնայած հետո լվանում ենք, հետո ռանում ենք, այդպես ամբողջ գալիս է մաքրվում է, հետո մաքուր ջուր ենք լսում, նորից գալիս մաքրվում է, հետո նոր օգտագործում ենք, սուրճ ենք երգում, քացախով արեցի, մի փոքր քացախ եմ չէ, մի փոքր ջուր, քացախը շատ։ Քացախը բացվատի շատ պետք է լցվի, օրինակ եթե 50 մլ ջուր է, 150 մլ 200 քացախ պետք է լցվի, որ քացախ գալիս մաքրում է խողովակներ բաները։ Լցրեցի, մաքրվեց, սկզբում այդ լույսը վառվում էր, էլի, մտածեցի երևի օգուտ չտվեց, բայց չէ, անջատեցինք, հետո հիմա որ միացրինք, արդեն տեսեք, լույսը էլ չի վառվում, իսկ մինչև այդ սկարում էր լույսը անընդհատ վառվում էր, չէր հանգում։ Քացախը մի հատ հրաշք միջոց է ամեն ինչի համար, ամեն ինչի, դե չհաշված տան մաքրության, որ ամեն ինչի կարելի է օգտագործել, մենք տան մաքրության համար առնում ենք համ ակցիոնից sense փոքր շշեր կան, համ էլ հիմնականում առնում ենք Lidl-ի մեջ շշերը, շատ մատչելի են, կարծեմ մի լիտրից ավել է ոնց որ մեջը 60-70 ցենտ արժի։ Ինչևէ, համ էլ դες ամառվա սեզոնին էլ տան մաքրության համար, պատուհանները մաքրելու համար, ամեն ինչի համար շատ լավ միջոց է քացախը, ընդհանրապես կենցաղում շատ օգտագործվում է։ Ինչ որ է ժողովուրդ ջան, սուրճս պատրաստեցի, գնամ նստեմ Աշոտի հետ խմեմ ու աղցան պատրաստեմ։ Հավիկրսկամիսը նախապես խաշել եմ ու մանրել եմ։ Ամեն ինչ պատրաստել եմ, գազարն եմ քերիչով անցկացրել, սառած ոլորը մի հատ եռացրաջրով անցկացրել եմ։ Համեմ ունեմ կանաչիներից, մանր կտրեմ, դա էլ ավելացնեմ։ Մի պճեղ սխտոր եմ մանրում, ավելացնում, յուրահատուկ համատալ է սխտորը։ Մնում է մի փոքր խմելի սունելի ավելացնեմ, պղպեղ աղ, թթվասեր պետք է ավելացնեմ, կարելի է հունական յոգուրտ ավելացնել, կարելի է մայոնեզ ես չեմ խորհուրդ տալիս, կարելի է մածուն օգտագործել ու լավ խառնում եմ, շատ համեղ աղցան է ստացվում ու շատ սպիտակուցներ է պարունակում։ Կարելի է օգտագործել եւ ճաշին, եւ ընթրիքին։ Օրվա վերջն է արդեն 7:30 կողմերը դուրս ենք եկել քայլելու։ Մի քիչ քամի է, սառնոտ է մի քիչ, բայց ցուրտ չի էլի։ Գնանք այգի չենք գնում, այս անգամ գնում ենք կենտրոնի կողմերը, գնանք մի հատ ուղղակի այդ կողմի վրա քայլենք գանք։ Գնալը մի 15 րոպե կտևի, մի 15 րոպե էլի այդ գալը։ Մի կես ժամ քայլենք հերիքա։ Կան էլ մարդ չկա փողոցներում։ Այսօր չենք բարևել ժողովրդին։ Բարևի միշտ էլ։ Բարև ժողովուրդ։ Արդեն բարի երեկո է, բարի երեկո ասենք։ Այսօր մեր մոտ տոնական օրը Բելգիայի անկախության օրն է։ 1831 թվականի այսօրը Բելգիան հռչակվեց անկախ պետություն։ Ու այս 200 տարուց մի քիչ պակասա 195 տարի, չէ՞, ոնց է։ Այս երկիրը զարգացել կարգին երկիր է դառել։ Երանի մենք էլ մի օր դառնանք այս մակարդակի երկիր։ Հա, մեր հարևաններն էլ էլի։ Մի քիչ բան են, հարևանների այդ շատ կարևոր է, չէ՞, ինչ երկրներով են։ Իհարկե, սովորական մարդկանացուները բացի աշխատանքից, ընտանեկան հոգսերից, բացի ուրիշ որևէ բանի մասին չեն մտածում։ Մեր մոտ աշխատանք տուն, հետո իրանց ընտանեկան հարցեր, իսկ լավագույն ձևով արձակուրդները տնօրինել։ Իսկ մենք բոլորս քաղաքականացված ենք, չէ՞, ուզենք, չուզենք, մենք քաղաքականության մեջ ենք։ Լավ օրից չի։
Եկեղեցին հլը չեն սարքել վերջացրել։ Վերանորոգում։ Վերանորոգում են չեն վերջացրել։ Այն կողմ որ արև չկար, ցուրտ էր, այստեղ ավելի սիրուն է այս տարածքը։ Որ, այն որ համերգ էր։ Հա, եթե կարող էր մի փոքր տեղ ինչ-որ մեկը երգում էր, հավաքվել էին ժողովուրդը։ Ափսոս, ժամը ու շախանութները փակ են։ Իչի կմտնեինք նայենք մի քիչ։ Ծախով էր տան։ Սեց գնանք, չէ՞։ Ծախով։ Ամեն շաբաթ ցեղչը մի քիչ ավելացնում են։ Հիմա երրորդ շաբաթն է գրած է երրորդ իջեցում 70% մինչև չորրորդ շաբաթ, այսինքն հաջորդ շաբաթ վերջին շաբաթն է։ Տեսենք ինչքան պիտի զեղչեն։ Բայց դե զեղչերի ժամանակ հիմնականում լավ բաները չեն զեղչում։ Լավ հագուստեղ են, տենց էլ չեն զեղչում։ Դե այն բրենդային խանութը որ կա, դե համայրա չի բաներ, չցնեն թե չէ։ Ու դրանց զեղչած բաները ոնց որ նենց քուրջ ու փալաս։ Երևի։ Ինչ լավ շունիկ է։ Հա շունիկ։ Ավտոյի տերն եմ ասում։ Վիզիտալս։ Ոնց են գնում ծախով թե աջ, այդ կողմով թե սենց։ Կադրմանների հետ ուզում ես դգարես, ես տանք դեղ։ Գնանք, լավ, գնանք այդ կողմով համելա արև է, արևի տակով քայլենք։ Սիրուն է, չէ՞, գետինը սենց սիրուն է։ Գունավոր։ Ես երեխեքի խաղալու մաղթ է սարք երևի, չէ։ Ինչ է։ Երևի կամ կարող է դպրոց բան է, վիզիտալս։ Չգիտեմ ինչ է։ Դա այն ես կողմ է բանն է։ Դերին մաղթ։ Վան աշխատանքի։ Վեդիաբեն։ Հա, գիտեմ։ Վեդիաբեն։ Չէ, ես տենը բաց է ինչ է։ Հոպ Այս պարկինգն է շուտ։ Պարկինգն է։ Են էլ բանն է, մեր բժշկական ապահովագրության շենքն է։ Ահա։ Հոպ մարքտ, սուշի։ Ասոտ երև տեղյակ չի, որ ես հետը չեմ։ Ասոտ բայեսուր եմ։ Բայեսուր եմ։ Հալիս ես։ Հա, թե չէիր նկատել, որ։ Հա, տեսել էիր։ Նկարի նորան։ Ասի կարող է չես տեսել։ Քայլում ես, ես հազիվ եմ քայլել։ Չեմ կարում եմ։ Հոգնել ես։ Բայց այսօր ինչից ես հոգնել։ Հացը դնում լավ չի եմ։ Հա, դե հացուտելից հետո պիտի քայլես, էլի, ես ճիշտ է հիմա քայլելդ Աշուտյան հələ մի րոպե, մի հատ ես տարածքը նկարեմ, ցույց տամ իմ բաժանորդներին ու գնանք։ Տեղատան դիմացով էինք անցնում, հիշեցի, այն օրը կոլեգաս պատմում է, ասում է հղի ա եղել, ինչ-որ կանգատներ ա ունեցել, առաջ երեխով հղի ա եղել, գնացել ա գինեկալոգի մոտ, ասել ա կանգատների մասին, գինեկալոգը մի հատ տեղ ա նշանակել, ու գնացել ա, որ դեղատնից վերցնի տեղը, ուզում ես էց գնանք, սենց սիրուն ա, գնացել ա, որ դեղատնից տեղը վերցնի, ու ուղղակի սենց զրուցել ա դեղատան աշխատողի հետ, ասել ա, հա, ասել ա, կանգատներ ունեմ, բորբոքում բան ունեմ, բժիշկը նշանակեց, տանեմ խմեմ, դեղատան աշխատողն ասել ա, բայց այս տեղը որ խմես դու կվիժես, այս դրա համար ա, վիժելու համար ա, ասել ա ոնց թե, հա ասել ա դրա համար ա այս տեղը,
ու դե բնականաբար տեղը չի վերցրել ու տեղական աշխատողն ասել է, որ ավելի լավ է դու քո գինեկոլոգին փոխես։ Ասում է շոկի մեջ էի, ասում է պատկերացնում ես, ասում առաջին երեխես ու ես հանկարծ այդ տեղը խմեի երեխես կորցնեի։ Ասեմ, բա ինչ արեցիր, դե դատի տալն էլ ծախսեր է, չէ, ասի պետք է դատի տայր դրան, նենց որ այստեղ էլ կան փողով ավարտածներ, ուղղակի թուղթ են ձեռք բերել։ Ժողովուրդ ջան, այստեղ ընդհանրապես բժշկությունը շատ ավելի վատ է, շատ քիչ են լավ բժիշկները։ Այն օրվանց մտքիցս դուրս չի գալիս այդ պատմածը գոլեգայից։ Ասում է, եթե ես չմտնեի այդ տեղատուն, ասենք տեղատան աշխատողը չներ կարող մեկ ուրիշը լիներ, ուղղակի տար տեղը ու ինձ չասեր։ Բա ինչ ասես Կարապատայի, հա, այս էլ խնամքի կենտրոնն է շուտ։ Sauna wellness։ Sauna։ Հա, համերգը այս կողմում էր, գնանք նայենք ինչ համերգ էր։ Բայց եթե երաժշտություն լինի, չեմ էլ կարա նկարեմ։ Թագավորին նկար իր օրն է։ Թագավորի օրն է, հա։ Չգնացինք էլի, թագավորին մոտիկից տեսնեինք։ Այսօր անկախության օրվա համար թագավորի արձանի մոտ ծաղիկներ են վերել դրել։ Էսի 1951 թվականից եղել է թագավոր։ Բելգիայի թագավորը Բոուդեի ինչա? Բոուդևեին առաջին։ 51 թվից մինչև 93 թվականը։ Նույն դինաստիան է, մինչև հիմա արդեն 6-7-րդ սերունդն է։ Հա։ Այդ անվորները մեզ իտալերենով բարևեցին։ Բոնջորնո, իր աստված իտալացի ենք։ Բայց խի իտալերենով պատասխանեց, իրա շուտ դե ասիր բարև աղբեր ջան։ Անշաշկույկի գործակալությունն է, տների գները ես ձեզ ասեմ, նայեք, այս բնակարանը մեր քաղաքում է 239,000 եվրո, նորել շենք է ոնց որ 96 մետր քառակուսի։ Այս մեկը տուն է, էսը, այս 698,000 Տագն էլ երևի բանա, խանութ կանան սարքել։ Այս մեկը 175,000 79 մետր քառակուսի։ Այս մեկը այս տունն է, այս որ նշած է, այս որ նշած է 285,000 եվրո։ Հա, այս վերևում էլ կա օրինակ այն մեկը առանձին տունա թե ինչա, այնա, կարող է եւ տուն չի, շենքա երևի 635,000, այս մեկը 448,000 մեր կողքի քաղաքում է, այս մեկը հող է երևի աշոտ, լանդլեգեում խվին, վերանորոգելու ենթակա տունա, այս, այս, 239,000 Էս էլ ինչ է։ Վարսովա։ Էս ուղղակի տարածք է երևի, հա էս է։ Վարսով տունն է, նա տված է, Վարսով։ 1950 եվրո։ Հա։ Okay։ Երևի խանութ-մանութի տարածքերում դրա համար այդքան թանկ է։ Գնացինք։ Գնացինք, հա, Վարսով էր ճիշտ է, մնացածը վաճառքի գնացինք։ Էս ավտոդպրոցը, դիմացով որ անցնում ենք, թուրքեր տերը։ Եկա 2 ժամ ասեց իրանց հետ մեքենա վարեմ, որ ինձ նախապատրաստ են քննության, այդ 2 ժամվա ընթացքում այդ աղջիկը ամբողջ ընթացքում հեռախոսով կամ նորություններ էր լսում, կամ էլ հեռախոսով զանգեր էր անում։ Ոչ էլ նայում էր, թե ես ինչ եմ անում։ Հիասթափված գնացի, 150 եվրո վճարել է 2 ժամի համար։ Արդեն ետ ենք քայլում դեպի տուն, այստեղ ճանապարհի վրա տեսնենք մի հատ խանութ կար, եթե բաց լինի, կանաչ եմ ուզում առնեմ, եթե չէ, ոչինչ, ուրեմն ուղիղ տուն կգնանք։ Վաղ աշխատանքային օրը։ Այս փողոցի վրա
Մի հատ հացի թխված կեղենի, հրուշակ կեղենի խանութ կա, հայեր են աշխատացնում։ Մի երկու անգամ մտել ենք։ Էս այ, հա, հայեր են աշխատում։ Այսինքն իրանք ոնց որ սովորել այդ տղան, համ իրանք թխում են, իրանք վաճառում են։ Սիրուն թխվածներ բաներ են ունենում։ Մի քիչ գները համատաբար բարձր է, բայց շատ որակով տարբերվող։ Այս խոլն էլ դուրս են դրել։ Կայինք էս կտանեինք, լնայք վիճակը։ Ու ես ինչ-որ մեկը, հա, բա հոտ է։ Ես հո ինչ-որ մեկը չի վերստի, փակ է խանութը, չէ։ Հա, դե լավ, ոչինչ։ Չգիտեմ, քանիսն է։ Չգիտեմ քանիսն է։ Այս խանութից պետք է կանաչի վերստեի, այսօր երեքշաբթի է, հենց իր կանաչի ստանալու օրն է, բայց թե փակ է։ Հա, այս բաց է գիշերցերը։ Լվացք բան, հա, գիշերներն էլ է բաց։ Այս շաբաթ այս սև աղբի օրն է, շուտ։ Սև աղբի օրն է, ամանը դրած էր։ Թե խանութներն առանձին են տանում։ Այս շաբաթ, վաղը չորեքշաբթի է։ Մեր օրը 5 շաբթին է։ Շատ հոն կա ծառի վրա, հլը տեսեք ինչ լավ աճել է, լավ պտուղ է տվել։ Հլը քաղը ինձ հյուրասիրի է շուտ։ Բայց բան չի, հասած չի։ Հա, բայց որ հասած չի, սպասի հլը։ Ինչքան։ Նա ինչ լավն է։ Սպասի մի հատ ուղակի ծառից քաղած անարատ հոն։ Համ տեսենք, տեսեմ գոնե լավն է։ Թթուя բայց լավն է։ Համով է։ Ես չեմ տեսել, որ խանութներում ծախում են հոնա շուտ։ Ես էլ չեմ։ Տեսել ես։ Այս երբ միամիտ ստե աճել այս ծառը։ Բայց խեն հանել։ Անտառի մեջ թե այգում։ Այգում չէ։ Երևի հանել են, որ մարդիկ չմտնեն այգին փչացնեն։ Բոբոքի ծառը ասма շատ կա, այդ մեկը չկա։ Հանել են։ Այս այգին էլ է սիրուն, փոքր է ուղղակի։ Բայց ստեղ փակ է, մտնել կարելի է։ Իհարկե կարելի է, ուզում եք մտնենք։ Այս մի քիչ ներքևից է բանը։ Մուտքը։ Հալո։ Այս էլ է հին տուն, չէ։ Վաճառքի էլի։ Գներս են չեն գրում, պետք է զանգենք համարով, հարցնենք։ Ժալոզիները։ Այս չեն էլ թողնի ժալոզիները հանեն փոխեն, չէ։ Շենքի տեսքը չեն թողնի փոփոխվի։ Փոփոխեն արտաքին տեսքը։ Այս տունը վաճառվել է։ Այսը։ Են մի անգամ տեսա, որ գրած։ Հա, էլի։ Իշնա շատ վաճառվող տները։ Քանի քայլ։ 4000։ 4000 քայլ արել ենք։ Դա հա գնա։ Հա, դες այսօր չեմ քայլել։ Սպորտը չգնացի արեցի։ Այսօր կիրակ, հավայ կիրակի չէ, երեքշաբթի ազատօր է, սպորտ էլ չարեցիր։ Քնած մնացի այսօր մինչև 10-ը։ Այդ դրամար էլ չգնացիր։ Բան էր, լավն էր հոնը, թթուя, բայց համով է վաղուց չէի կերել։ Ինձ մի ժամանակ ինչ բերեին վաճառային գյուղում, որ ապրում ենք, առում լցնում ենք բանկաների մեջ։ Փչացնում ենք ամեն ինչ։ Ամեն ինչի պես էինք խառնում, փչացնում էինք։ Հիմա շատերը ուղղակի սառացնում են։
Շատ ավելի խելացի են վարվում, թե բանջարեղեն, թե հատապտուղներ, սառացնում են, հետո հանում օգտագործում են։ Հասանք ժողովուրդ ջան, այսքանով էս վլոգը ավարտեմ, լավ մնացեք, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։